Ապրիլի 10-ին դուք բողոքի ակցիա իրականացրեցիք, որից հետո ոնց որ դրական պատասխան էիք ակնկալում։ Հիմա ինչը ձեզ այսպես զայրացրեց, որ դուք կրկին փակել եք ճանապարհը։ Զայրացրել են, աղջիկ ջան։ Մենք ուղղակի ուզում ենք մեր տրանսպորտը, մեր 59 համարը նույն ձև շարունակվի։ Մեզ պետք չեն այս երթուղայինները։ Մենք հազիվ էինք երթուղայիններից պրծել, որովհետև իրան հետո ճանապարհը շատ կարճ է երթուղայինների։ Երթուղայինի ճանապարհը շատ կարճ է։ Ամեն մեկս մի քանի ուսանող ունենք, որ տնից դուրս են գալիս։ Մենք 2-3 տրանսպորտ փոխելով չենք կարող նրանց վարձերը հասցնենք։ Ոչ ուսման վարձերը, ոչ ճանապարհածախսերը։ Նույնը մենք ենք, թոշակառու մարդիկ ենք։ Ինչպես կարող ենք 2-3 տրանսպորտով քաղաքում մեր հարցերը լուծենք։ Դրա համար պահանջում ենք, որ մեր 59 համարի ավտոբուսը ոնց աշխատել է, նույն ձև աշխատի։ Մեզ երթուղայիններ պետք չեն։ Մենք երթուղայիններում իրար շալակ թռած տարբեր հոտերով գնում գալիս ենք։ Հիմա դա մեզ պետք չէ։ Մեզ պետք է մեր 59 համարի տրանսպորտը։ Մեր պահանջը դա է։ Ոստիկանները ձեզ հորդորում են, որ ճանապարհը բացեք, որովհետև դուք անօրինական եք փակել ճանապարհը։ Մենք անօրինական չենք։ Մենք ունենք մեր պահանջը։ Ոստիկանները մեզ չեն նեղացնում, շատ լավ մեզ հասկանում են, գիտեն մեր պահանջը ինչ է, նույն ձև էլ շարունակում չեն խոչընդոտի։ Չենք խոչընդոտի, ոչ։ Մենք ուղղակի պահանջում ենք, որ մեր 59 համար մենք դիմել ենք բարձրագույնին, բայց նույն երթուղայինները ուղարկել են, իսկ մենք չենք ուզում դա։ Մենք ուզում ենք մեր 59 համարի տրանսպորտը։ Նշվեց, որ մի քանի բանակցություններ են ընթացել, որի արդյունքում ձեր պահանջը չի իրականացել։ Ինչի՞ց հետ եք դուք դա կապում։ Նորից պետք է պահանջենք։ Ասում են, մինչև երեխան չլացի, մայրը չի կերակրի։ Հիմա մենք ենք, մինչև մենք չպահանջենք, իրենք մեր պահանջները չեն կատարի։ Իրենք ամեն մեկը մի քանի հատ ավտոներում նստած, իրանց համար գնում գալիս են, ոչ մի խոչընդոտ չունեն։ Իսկ մենք մեր ուսանող երեխաներին չենք կարողանում բավարարենք մեր շատ ցածր աշխատավարձով կամ մեր ցածր թոշակով, որ կարողանանք մեր երեխաներին ուղարկենք իրանց ուսումը ստանալու։ Դա է մեր պահանջը։ Մենք ոչ կռվում ենք, ոչ պահանջ։ Մեր պահանջը միայն մեր 59 համարի տրանսպորտն է, որ մենք նստենք Թոշակառու կինեմ, 40,000 դրամ փողում։ Ես այսքան տեղը ոնց եմ շոշովի շնում, այսքան տեղը ոնց եմ գալիս, ինչի համար։ Ես պահանջում եմ 59 թող աշխատի։ Դուք նաև դիմում եք, չէ՞ գրել վարչապետ Նիկոլ Փաշինյանին, դիմումին արձագանքել է նա։ Այդ ես տեղեկություն չունեմ էլի։ Ես ուղղակի դիմել եմ։ Երկու նախարարին եմ դիմել, բանին եմ, քաղաքապետարանին եմ դիմել, թող մեր հարցերը լուծեն։ Եթե կառավարության կողմից պատասխան չեղավ, դրական պատասխան չեղավ, ձեր հաջորդ քայլերը որոնք են լինելու։ Մեր հաջորդը նորից են փակում։ Պարոն Ազիզյանը խոսակցություն է տանում, որը որ չի համապատասխանում իրականությանը։ Ես խնդրում եմ պարոն Ազիզյանին կանչեք մեր մոտ փոխադարձ զրուցելու։ Խոսակցությունը։ Պարոն Ազիզյանը ասում է, որ մենք խոչընդոտում ենք երթևեկությանը եւ այլոց իրավունքներին խանգարում ենք։ Ես դրա հետ համաձայն չեմ, ես կարող եմ պատասխանել պարոն Ազիզյանին, բայց ոնց հասկացա ինքը չի ուզում մեզ լսել։ Եվ այստեղ կենտրոնացված են ոստիկանության շատ ուժեր, որը մեզ ընդհանրապես դուր չի գալիս։ Մենք սահմանադրությամբ շարժվում ենք մեր իսկ օրենքներով, ես նշեցի եւ բազմաթիվ անգամ կնշեմ, իշխանությունը մենք ենք բերել իշխանության եւ յուրահատուկ նույն կերպ, ինչ կերպ այս պահին Հայաստանի Հանրապետության ժողովուրդը կատարում է։ Մենք բացառապես անում ենք ժողովրդի պահանջը, որ պահանջով, որ մենք բերել ենք իշխանության։ Եթե այս պահանջը անօրինական է, իշխանությունը ակամայից ընդունում է, որ ինքը անօրինական ընտրված իշխանություն է։ Խնդրում եմ այդ քայլերը դադարեցնել։ Պարոն Ազիզյան,
Ճանապարհը բացում ենք ազատվի, որ ընդերից փագած է, ազատվի այսքանը Որ կողմից է փակ։ Այն կողմից փակել են, այսքանը մնացել է արանքը։ Հիմա դուրս են գալի, այսքանը դուրս է գալիս, էլի եկեք փակեք։ Ստեղից մի քիչ հետ են գնում, այս միջանկյալ հատվածում մնացած մեքենաները դուրս են գալի, էլի ակցիան շարունակում ենք, հետո էլի խոսանք։ Հիմա դուրս են գալի։ Հովանեսյան, կամած անձնակազմը առաջա գալի, այս մեքենաներին ազատում ենք արանքից։ Անհամաչափ խնդրում եմ չսահմանափակել հանելոց իրավունքները, ձեր ակցիան շարունակվում է, արեք։ Ոստիկանության աննախադեպ ուժերի կենտրոնացում Աննախադեպ չի, հարգելի լրագրողներ, մենք գնահատում ենք օպերատիվ իրավիճակը, հա, մենք արդեն մի շաբաթ առաջ հայտարարված էր, որ այսօրը լինելու է ակցիա, մենք պատրաստված եկել ենք, որ բան Տղեկ առաջ է գալի մեքենաները հետևով գնում են այս Արոն ասիզան խնդրում եմ Լսի Սադրիչ բաներ մի արեք Ժողովրդի մի հրավեր Այս մեքենաները մնացել են արանքում վերևը փակված է ներքևը փակված է Չեն դիմանա Այլոց իրավունքները մի ոտնահարեք Ես եթե սադրիչ գործողություններ անես ձեր բերման ենթարկել Արձանակ ստա ձեր իրավունքն է Ես պատրաստ եմ բերման ենթարկվելու Հա չէ մի րոպե Հարգելի լրագրողներ պարոն Ազիզյանը յուրովի է մեկնաբանում օրենքը եթե ինքը կփորձի որևէ մեկին այստեղից բերման ենթարկել կլինի բացառապես անօրինական Սիրելի կասակցիներ Փողոցը դուրս չենք գալիս, մենք ունենք պահանջ, իշխանությունները պարտավոր են լսելու մեր պահանջին։ Պարոն Ազիզյան, դուք կարող եք ինձ բերման ենթարկել, որի համար կենթարկվեք պատասխանատվության ամենայն հարգանքով հայտարարում եմ։ Այսինքն Սիրելի կասակցիներ, այս պահին դուք եք սպառնում բերման ենթարկելու։ Չեմ սպառում, օրինական ներկայացնում եմ ինչ որ հասանելի է այս ձեր գործողությունների, որ դուք անօրինական եք ներկայացնում։ Սադրակի մի տարեք ժողովրդին խնդրում է սիրելի կասակցիներ Եվրոմեդիա 24-ին ինչպես տեսնում եք այս պահին լարված իրավիճակ է այստեղ Չեք ատարվում Չեք ուժ գործադրում այստեղ քաղաքացիների վրա Այա, վինու քո երեխու համար ենք այդ ամեն ինչ անում Այսօր մենք էլ երեխա ունենք, խոսքի մեր երեխու համար ենք անում Չի համար եք ուժ գործադրում քաղաքացիների վրա Մենք ուժ չեն գործադրում Ուժ չեն գործադրում Ուղղակի խոսում ենք, որ թողեն Չապ եմ բասեն ժողովուրդ Չեք հրում քաղաքացիներին Հարգելի ոստիկաններ Ես ու դու հանգիստ խոսում եք, բատարիվ են սարքում Կռիվ չի լինի, հանգիստ աղբրս Թող էսա յարա հասկանալու են Ես երբևէ գելի մասից դուս եմ Ես մի քանի ավտոն Ես մի քանի ավտոն ձեզ բան չի տալու Սենց տենենց փակա փողը Ախպեր Երկու ավտո պտի թողեք Ես երկու ավտո թողեք Բացը Ապե երեխակա բացը Ապե գնա Կամաց գնա Կայնես դանգի Ի պաճարն ասային կոն կայնելուս գնամ ենք Ինչ եք սադրանքի դիմում Սադրանքի չենք դիմում Բա ինչ եք անում Ակցիա իմաստը ոնն է խոչընդոտել մնացած Խոչընդոտեք որ միջը մեր հարցին լուծում լինի Մեր հարցին լուծում լինի ախպեր Սաղիտ վերաբերվում է սաղիտը վերաբերվում է Սաղիտ է վերաբերվում էսի մեր բոլորի խնդիրն է էսի Դուք էլ պետք է մեր կողը կայնեք ոչ թե գաք մեզ բրթեք Այսով է բրթում Բախի ասենց էթուն որ Եվրոմեդիա 24-ի հարգելի հետևորդները այս պահին տեսնում եք աշտարակ մայրուղում լարված իրավիճակ է ոստիկանները խոչընդոտում են խաղաղ բողոքի ակցիային
Կներեք։ Ուստվեք, որ դուք եք համագործակցում, որ ձերդ են համագործակցում։ Պարոն գնդապետ, կներեք, 3 անգամ գնացին կառավարություն, մարզպետի մոտ, այս հարցին լուծում չեն չեղավ։ գնացել, եկել են, իրանք են եկել էս։ Մենք էլ ենք իրանցից հետո 3 անգամ էլ մենք ենք գնացել, լավ լուծում տալով, օրենքով լուծում տալով, այս ամեն ինչը մեր սրտով չի, ձեր սրտով չի։ Մենք նախորդ անգամ ենք իրար հետ շփվում, մեր համար հաճելի չի։ Մենք ունենք լիքը խնդիրներ, ծառայությունը, բաժինները ծառայություններից կտրվել են, մի ուրիշների գործերը մնացել է, եկել ենք ստե կարգ ենք պահում, բայց հարցի լուծումը իրանց դաշտում է ու եղել է ձեր հետ համատեղ քննարկումների բաների Քննարկում չի եղել, Ջիգար ջան, այդ է խնդիրը։ Վաղобще քննարկում չի եղել, իրանք իրանցն են ասել, մենք մերն ենք ասել, ու իտոգում ոչ մի քննարկում չի եղել։ Հիմա մենք մերը ասենք, դուք ձերը ասեք, արդյունքում դառնալու Պարոն Ազիզյան, ասում եք, մինիմալ բան ենք մենք ասել, մենք ասել ենք մեր ինվալիդները այս դիքը չեն կարում հելեն, այս դիքը։ Ես գիտեմ, որ տրանսպորտը առանձնացված իրանց համար։ Չէ, պարոն Ազիզյան։ Ժողովուրդը պայքարում է իրանց դիքի համար, որ իրան երեխեն չելի տրած, ինվալիդը չի տրած։ Միա դիքը իրանց համար ինչ է, իրանց անցում էլ կա, անցումը սարքեք։ Պարոն Ազիզյան, դուք տեսել եք անցումի վիճակ։ իրար հետ մտենք անցում։ Այդ դրա համար բան արեք, որ անցումը սարքեն նորմալ աշխատի։ Երբ Պարոն գնդապետ, դրա վրա պայքարը, ձեր պայքարը կոնկրետ նպատակով է կտենց խնդիրների, ոչ թե այնց խնդրի, որ ամբողջ Երևանին ու հանրապետությանն է վերաբերում։ ֆինանսականը ոնց պետք է հարցնես։ Մեր համայնքում հենաշարժողական խնդիրներով